Հետև ամեն օր, երբ որ արտանում էի, ու այն որ ասում ամեն տեղս ցավում էր, մարմնիս բոլոր մասերը ցավում էր, ու ինձ համար անհասկանալի էր, երբ պիտի ավարտվի, երբ պիտի ավարտ ունենան այդ ցավերը, երբ պիտի վերջանա այս մղձավանջը, բայց մի օր, երբ արթնացա, արդեն հիվանդանոցում էի, արթնացա ու սեղանին աղջիկս էր ինձ խնամում, սեղանին գրված քառատող կար, ես վերցրեցի ու կարդացի ու հասկացա, որ աղջիկս ինձ այնպիսի այդ քառատողի մեջ մի ամբողջ պատմություն էր, կյանքի մի պատմություն, տերտուստն էր գրել ձեզ համար, գրել էր, որ մամ դու պիտի ապրես, եւ վերջ, ու բազմակետեր էր դրել, իհարկե շատ հուզվեցի, համ թուլացրեց այդ խոսքերը ինձ, համ ուժեղացրեց, մի առումով թուլացա, որ էլ չէի կարողանում պայքարեմ, իսկ մյուս առումով ուժեղացա, որ ինձ մոտ արդեն ես ինձ հարց տվեցի, արդյոք դու ուզում ես մահանաս, արդյոք պետք է որ դու թողնես երեխաներիդ, որոնք ամեն օրվա քո սպասումները ունեն, քեզնից սպասում են առողջություն, դու մնաս այն մայրիկը, ոնց կաս իրանց համար, իրանք կկորցնեն տաքուկ անկյունը, ու ես ուժեղացա, չգիտեմ, ուժեղացել է, ինձ մեջ ուժ էր մտել,